Միջազգային մրցույթներից խոսեցինք մայիսի սկզբին կարծես հեղինակավոր միջոցառում ենք հյուրընկալելու Երևանում, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք։ Իրականում մրցույթի անվանում է կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել, դա աշխարհում ամենամեծ գինու մրցույթն է, որը իր շուրջ հավաքում է 400-ից ավելի միջազգային փորձագետների եւ յուրաքանչյուր տարի մրցույթը հիմնական մրցույթը անցկացվում է տարբեր երկրներում։ Ես 2019 թվականին առաջ անգամ երբ մասնակցեցի մրցույթին, հասկացա, որ շատ լավ հնարավորություն է երկիրը ներկայացնելու եւ ճանաչում բերելու առումով, այդ ներկայացրեցի բավականին երկար ժամանակ աշխատեցինք այդ ուղղությամբ եւ վերջապես 2025 թվականի փետրվարին վերջնական համաձայնությունը ստացանք, որ Հայաստանը կարող է հյուրընկալել միջոցառումը 2026 թվականին, դա կնշանակի, որ Հայաստան կայցելեն 65 երկրից շուրջ 400 փորձագետ, ծրագիրը 5-օրյա ծրագիր է, մենք փորձել ենք հնարավորինս շատ ներկայացնել ոչ միայն մեր գինու ոլորտը, այլ նաև Հայաստան, իր զբոսաշրջային ուղղությունները, մեր մշակույթը, այսինքն սա նաև հնարավորություն է երկիրը ներկայացնելու, բայց միևնույն ժամանակ, քանի որ հյուրընկալելու ենք գնորդների, լրագրողների, գինեգետների, գինու վաճառողների, կարծում եմ նաև հնարավորություն է մեր գինեգործական ընկերությունների համար ստեղծվելու, ներկայացնելու իրենց արտադրանքը եւ նաև գործարար կապեր ստեղծելու, սա ճանաչելիության եւ դիրքավորման առումով բավականին մեծ հնարավորություն է եւ մենք այժմ բոլոր մեր գործընկերների հետ աշխատում ենք ինչպես պետք է դիրքավորել, այնինչ կարևոր ուղերձներ պետք է մենք փոխանցենք մեր հյուրերին, որպեսզի այդ տպավորությունը լինի ավելի ազդեցիկ եւ կարողանանք շարունակաբար հետագայում այս կապերը օգտագործելով համագործակցելով իրենց հետ շարունակենք առաջ մղել հայկական գինին։ Կարծում եմ սա իսկապես շատ կարևոր ծրագիր է մեր երկրի համար, մեր ոլորտի համար եւ ընդհանուր ծրագիր այնպես ենք մշակել, որ ոչ միայն մեր հյուրերը այդ մթնոլորտում լինեն, այլ ամբողջ քաղաքը եւ շրջանները, քանի որ յուրաքանչյուր օր նաեւ մեր հյուրերին տանելու ենք գինեգործական շրջաններ եւ ցույց ենք տալու ոչ միայն գինեգործական ընկերություններին, այցելելու են գինեգործական ընկերություններ, այլ նաև ցույց ենք տալու մեր պատմամշակութային վայրերը։ Արենի ևս այցելությունները։ Սովորաբար միջոցառումը 4 օր է տևում, մենք խնդրել ենք, որ մեզ այդ հնարավորությունը ընձեռեն եւս մեկ օր հավելյալ մեզ տրամադրեն, որպեսզի կարողանանք վայոց ծորայել տանել մեր հյուրերին։ Իսկ մրցույթը իրենց ինչ է ներկայացնում, պրոֆեսիոնալ ժյուրիի շնորհիվ կույր համտես է կազմակերպվում։ Կույր համտես է եւ համտեսելու են ոչ միայն հայկական գինիները, ամբողջ աշխարհի գինիները, այսինքն տարբեր երկրներից գինիները հավաքագրվելու է Հայաստանում եւ այդ 3 օրերի ընթացքում միջազգային փորձագետները համտեսելու են աշխարհի գինիները։ Այդ թվում հայկական, այո։ Իսկ մենք ինչի վրա ենք շեշտը դնելու։ Շեշտը դնում ենք մեր տեղացին սորտերի վրա, ճանաչելի դարձնելով մեր կարևորագույն սորտերը, մեր տարածաշրջանները, գինու զբոսաշրջությունը, չգիտեմ, շատ բան ենք պլանավորել ու բավական մեծ աշխատանք ունենք անելու։ Ուզում եմ նշել, որ բացի մրցույթից եւ մշակութային ծրագրերից նաև ունենք B2B-ներ, այսինքն հանդիպումներ, քանի որ շուրջ 100 գնորդ է այցելելու Հայաստան, մենք նաև նախատեսում ենք գործնական հանդիպումներ գինեգործների հետ, մեր գործընկերների համար կազմակերպելու ենք VIP համտեսներ, աշխարհի լավագույն գինիների մասով եւ այլն, բավական հետաքրքիր լավ ծրագիր է նախատեսվում։